գիտեմ։ Եթե իմ աղջիկը իրանից հղի է, ինքը պարտավորակա ու քո հետ ամուսնանա։ Եղավ։ Պապ, բայց ինքը ամուսնացած է։ Աղջիկ ջան, դու առաջի կուրսի ուսանողուհի ես, քո ինչ տարիքն է հղիանալու։ Դու գիտես, որ այդ տարիքում հղիանալը շատ վտանգավոր առողջության համար։ Դու ամուսնացած տղու հետ ես կապվել է։ Ամբողջ աշխարհով հայտարարակ եղանք։ Գոնե մեր մասին այդ պահին մտածում էիր։ Ես մարդկանց աչքերի մեջ ոնց պետք է նայեմ հիմա։ Պապ, բայց ինքը հեսա հենց այդ թեմայով գալիս է ձեր հետ խոսա։ Պետք չի որ ինքը գա։ Ես ոչ մեկ պետք չի։ Այսօր Ինքն է։ Այս իր ավտոն, հա։ Այս սևա։ Ես իր այդ խոսալու բան չունեմ։ Ախր ինչի համար ես կանչել։ Ինչ պիտի խոսենք ամուսնացած տղամարդու հետ։ Դե ման ջան, տղեն ուզում է ձեր հետ խոսա։ Բարև ձեզ։ Բարև։ Կարելի է։ Համեցեք նստեք։ Մամ ջան, ծանոթացի սա Արտակն է։ Շատ հաճելի է։ Արտակ սա մամաս է։ Ահա որ շատ հաճելի է տղա ջան։ Քանի որ խոսքը վերաբերում է ձեր աղջկան, ես կուզենայի, որ ձեր ամուսինը ներկա լիներ։ Սամսոն։ Արի։ Բարև։ Ես ծանոթ եմ իրավիճակին, գիտեմ, որ ձեր աղջիկը երեխա է սպասում եւ ես հանդիսանում եմ այդ երեխայի հայրը։ Ուզում եմ հենց սկզբից ասել, որ քանի որ ես ամուսնացած եմ, ձեր աղջիկա այդ ամուսնանալու մասին խոս գնալ չի կարող, բայց այդ ծնված երեխային ես սկզբից մինչև վերջ տեր եմ կանգնում եւ կապող եմ նրան ամեն ինչով, խոսքս նրա մասին է, եթե տղա ծնվի, ես կնվիրեմ իրան իմ գործաներից մեկը, ավտոսալոնը եւ Փարիզում շենք ունեմ, կապույտ, բնականաբար միջև երեխայի չափած դառնալը այդ ամեն ինչը ավտոսալոնը, գործանը դուք տիրություն կանեք, հոպար ջան։ Հենց որ արդեն չափած դարավ, այդ ամեն ինչը կփոխանցվի երեխային։ Եթե աղջիկ ծնվեց, ես կնվիրեմ իրան իմ օծանելիքի խանութների ցանցը, Վարշավիրանոցների ցանց ունեմ նաև, դա էլ կնվիրեմ եւ Փարիզում նույնպես շենք ունեմ, Ռոզովի, դա կնվիրեմ իրան։ Էլի միջև չափած դառնալը դուք տիրություն կանեք, մորքու ջան։ Եվ երբ երեխան արդեն չափած դառնա, դա կփոխանցվի ամբողջը իրեն։ Այդքանը։ Իսկ եթե հղիությունը ընդհատվի ու ոչ մեկ չծնվի, այդ ժամանակ ինչ ենք անելու։ Ոչինչ, այդ ժամանակ իրար հետ մի հատ էլ կլնեք։ Սևաչկերը տխուր է, առանցին զարած